Քաղաքը ապրող օրգանիզմ է, նրան տեղի անտեղի կերակրել եւ բթել անիմաստ, անպետք բաներով չի կարելի։ Մեր քաղաքապետարանի շենքը հրաշալի գեղեցիկ շենք է, Ջիմ Թորոշյանի նախագծած, չէ՞։ Ճարտարապետ ընկերներիս հետ եմ երբեմն քննարկում այդ հարցը, շատ փոքրիկ մի սենց բան եմ տեսնում, որը որ ինձ միշտ նյարդայնացնում է։ Ուրեմն եթե հիշում եք քաղաքապետարանի մուտքը բարձրանալու համար մի քանի աշճան պետք է բարձրանալ։ Եվ այնտեղ դիմացը թեք հողե թումբ կա, սենց թեքության մեջ։ Եվ այդ թմբի վրա ծառեր են տնկած։ Ուրեմն դրանք այնքան փարթամացել են, այնքան մեծացել են, որ այդ թմբից հետո քաղաքապետարանի շենքի զրոն, այսինքն հիմքը կտրել են։ Եվ նույնիսկ այն սյուները, որոնց վրա գրված են մայրաքաղաքի անունները, բաները, դրանք արդեն շենքը կարծես թե սենց ինչ որ լողում է, չի իր հիմքերի, բայց այնինչ շենքը քաղաքապետարանի շենքն է, չէ՞, դա ամենադեմք ունեցող եւ խորհուրդ ունեցող շենքն է։ Ասել կուզեմ, որ ծառերն են ծավալ, նրանք էլ են քանդակ, երբ որ նրանք ավելնորդ տեղում են, նկատի չունեմ, որ ծառը ավելնորդ է, տեղում են ավելնորդ։ Ամբողջ այդ հսկայածավալ ծաղկամանները, որոնք քարից պատրաստում են, հետո մեջը եղևնի են տնկում, հյուսիսային պողոտայի վրա կա, սրանք այս ծավալները բոլորը ավելնորդություններ են դառնում, քայլելու, հորիզոնը կտրում են, մարդու ընթացքը, մարդու մտածողությունը լարում են ամբողջը։ Եվ դրանք սաղ նրբություններ են, որոնք պետք է հաշվի առնել։ Մասնագետները կարող են հսկել եւ լավ իմաստով քաղաքը հենց կամաց կարգի կգա։